2024 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են ուղարկել 5.8 միլիարդ դոլար։ Կենտրոնական բանկի տեղեկացմամբ 2023 թվականի համեմատ դեպի Հայաստան տրանսֆերտները աճել են 2.5%-ով։ Այս թռիչքային աճը պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան ժամանած ռուսաստանցիների հոսքով, որին հաջորդեց նաև նրանց պատկանող փողերի հոսքը։ Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 4.3 միլիարդ դոլար են եղել նախորդ տարվա համեմատ աճելով 7.1%-ով։ Նոր ուղղություններով ժամանող թռիչքները հնարավոր է սուբսիդավորվեն։ Ավիափոխադրողներին առաջարկվում է փոխհատուցում վճարել նոր ուղղություններով Հայաստան ժամանող 2 տարեկանից բարձր յուրաքանչյուր ուղևորի համար 15,000 դրամ Շիրակ օդանավակայանում վայրեջք կատարելու դեպքում եւ 20,000 դրամ Երևանի Զվարթնոց օդանավակայան ժամանելիս։ Փաստաթուղթը քննարկման է դրվել Իդրավթում։ Սուբսիդավորումը կտրամադրվի Հայաստանի օդանավակայաններում տեղակայված ավիաընկերություններին, որոնք թռիչքներ են իրականացնում շաբաթական առնվազն 1 անգամ։ Այս տարվա առաջին եռամսյակի բացահայտումներով հայտնաբերվել եւ արգրավվել է 94 կիլոգրամ 300 գրամ թմրանյութ, ինչը շուրջ 92%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Իրավապահները կարևորում են հանրապետության սահմանային հատվածներում մեծաքանակ թմրամիջոցների մաքսանենգ ներկրման դեպքերի բացահայտումները, ինչի շնորհիվ կանխվում է հետագայում թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը հանրապետությունում։ Այս տարվա սկզբից 48 կիլոգրամ թմրանյութ է բացահայտվել։ Ապրիլի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Իսակովի պողոտա Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում, նաև Լենինգրադյան Հալաբյան փողոցների հատման հատվածում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մասնավորապես Իսակովի պողոտայում Էջմիածնից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը։ Լենինգրադյան փողոցից երրորդ երթևեկելի գոտուց նախկին ուղիղ եւ դեպի ձախ թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի միայն ձախ ուղղությունով։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։